Բերվի, որ պարքեավճարը ուղղակի ժամանակավոր միջոց է։ Կներեք, դուք միայն մասնավոր եւ պետական ոլորտի վարձատրությունն եք համեմատում, թե նաեւ մասնավոր եւ պետական ոլորտի աշխատողների կարողությունները, որովհետեւ մասնավորում միլիոն ու կես ստացողը լուրջ մասնագետ է։ Ուրեմն, եթե պետական համակարգում փոխնախարարը ստանա 300,000 դրամ աշխատավարձ կամ 400 կամ 500,000 դրամ աշխատավարձ, ինքը իմ կարծիքով հաջորդ օրը մասնավոր հատվածից կստանա առաջարկներ մի քանի անգամ ավել աշխատավարձ ու կտեղափոխվի մասնավոր համակարգ։ Օրինակ դուք, պարոն Անտոնյան, մասնավորից 1,5 միլիոն, 2 միլիոնի աշխատանքի առաջարկ կստանաք, թե ոչ։ Ինչ իմանամ, որ առաջարկեն, ձեզ կասեմ, առաջարկ ստացել եմ, թե չէ, բայց կառաջարկեն, թե չէ, ես չեմ որոշում։ Կառաջարկեն, կմտածենք։ Եվ այդքան շատ քննարկված քեշբեք արկա համակարգի բաժանորդների համար, ասում են հաշվարկ կար ՖԻԿ-ում, որ 700-ից մինչև 1500 դրամի կարգի հետ դարձ է գնելու, վերադարձ առնելու, որովհետև մի շարք բաներ դուրս է գալիս, կոմունալ վճարները եւ այլ տեղերում վճարումները չեն հաշվարկելու, այսինքն այդքան կոմունալ վճարները պարտադիր ֆինանսական պարտավորությունների կատարումը նաև չի ունենալու քեշբեք։ Քեշբեքի հիմնական նպատակը, եթե 2% քեշբեքը նկատի ունեք, առևտրից կներեք, ասեմ, ուրիշ բանի մասին է խոսքը, նա միջնորդավճարի մասն է, դրան կանդրադառնամ։ Քեշբեքի այդ 2%-ի նպատակը, հիմնական նպատակներից մեկը թափանցիկության ավելացումն ու ստվերի կրճատումն, այսինքն, եթե քաղաքացին առևտուր անում սուպերմարկետից կամ խանութից եւ քարտով առևտուր անում, ապա այդ նշանակում է, որ այդ առևտուրը գրանցված է, տեսանելի է, դրա համար հարկեր են վճարվում։ Այդ վճարված հարկերը արդեն պետական բյուջեի հնարավորություններն են ավելացնում։ Կոմունալ ծառայությունների դեպքում մենք նման ստվերի խնդիր չունենք, կամ ասենք ֆինանսական գործարքների մասին դեպքում նման խնդիր չունենք, եւ այդ առումով այդ նպատակը դրանց մեջից բացառվել է, այսինքն մաքուր ամբողջ առևտրի 2%-ը նշանակում է, որ այնտեղ ավելի քիչ գնում, որտեղ ամբողջ փողը չի գնում միայն մանրածախ առևտրի վրա։ Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, դա վերաբերվում է բանկային քարտերով կատարվող առևտրի միջնորդավճարներին, որ եթե օրինակ դուք քարտով առևտուր եք անում, ապա բանկը այդ առևտրի կետից այդ առևտրի համար գանձում է լրացուցիչ, ասենք 1, 2, 3% կախված քարտի տեսակից, ու դա փաստացի հատկապես փոքր բիզնեսի համար լրացուցիչ ծախսեր։ Հիմա որոշում կայացվել, որպեսզի այդ միջնորդավճարները գրեթե կիսով չափ կրճատվեն, եւ այդ բեռը, որը որ տնտեսվարողը կրում էր, կիսով չափ կկրճատվի, իսկ դրա արդյունքում 2 միլիարդ դրամ վնասը, որը որ գեներացվում է, բանկային համակարգը վերցրել է իր վրա, կարծում եմ, որ իրենց ունեցած շահույթը նախորդ տարվա ու նախորդ տարիների թույլ կտա իրենց, որ օրինակ նայում ես Արտուշին բանկի հաշվետվությունները, տեսնում ես տասնապատիկ միլիոններով։ Դե այդ եմ ասում, իրենց շահույթը իրենց թույլ կտա վերցնել ու ծածկել այդ վնասը, բնականաբար իրենք պարտավոր չեն դա անել, բայց ամեն դեպքում շնորհակալ են գործընկերային մոտեցման համար։ Այս կարծում որ բանկերի այդ միջնորդավճարների համար շատ բաներ են, տոկոսներ են սահմանել, նաև անհատ քաղաքացիական։ Նարեկ ջան, այդտեղ իրականում ամեն մեկս կարող է այդ հարցում տարբեր կարծիք ունենալ, ես կարող եմ կարծիք ունենալ, որ օրինակ Կենտրոնական բանկի կամ բանկային համակարգի մեր գործընկերները դրա հետ համաձայն չլինեն, ուղղակի մենք գալիս ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում կա բանկերի բավականին մեծ թիվ, կա մրցակցություն եւ այդ մրցակցությունը պիտի ստիպեր, եթե ինչ-որ չհիմնավորված բարձր սակագներ լինեին, այդ սակագները իշնեին այդ մրցակցության արդյունքում, բայց նաեւ ուզում ասել, որ առաջիկայում մենք ունենալու ենք բանկային համակարգի հարկման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, այդ մասին ավելի մանրամասն որ ներկայացվի խոսենք։